Վաչե Գաբրիելյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես և տնտեսագիտության քոլեջի դեկան, տնտեսագիտության դոկտոր, Սիսակ Գաբրիելյան, ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և Արևիկ Անապիոսյան, ՄԱԿ-ի գրասենյակ։ Ուրեմն եմ հրավիրում նաև մոդերատորին, Պետրոս Ղազարյանին, Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար, պրոդյուսեր։ Բարև ձեզ, մենք այսօր պանելային քննարկում ենք ունենալու, մեր թեման շատ ընդհանրական է, իսկ ընդհանրական թեմաները մի քիչ դժվար է քննարկել, 21-րդ դարի կրթությունը, ինչ ակնկալիքներ ունենք, ինչ տեսլական ունենք, ես ուզում եմ շատ կարճ օգտվելով իմ առիթից մի փոքր չարաշահեմ, քանի որ հələ գալիս են մարդիկ, որպեսզի մենք հասկանանք, թե ինչքան ենք հիմա 21-րդ դարում, այդ դարում լինել չի նշանակում այդ դարի կրթություն ստանալ կամ կրթություն ունենալ։ Ես սովորել եմ 20-րդ դարում, մենք ֆակուլտետում ունեինք մեկ գիրք, ես թուրքագիտությունն եմ ավարտել, որպեսզի դուք պարոն Կարապետյանը մեր այն ժամանակ էլ այսպես երիտասարդ նույն ձևով այնտեղ մեզ սովորացնում էր։ Դուք որ պատկերացնեք, մենք ողջ ֆակուլտետում ունեինք մեկ գիրք, մեկ, աշուտ երկու, երեքն էր եղել, մեկը ուսանողներից մեկը տալել էր տանը արտագրեր, կորցրել էր, էլ չէին տալիս տանը արտագրենք, մեկը սեյֆում դեկանի պահել էին որպես նմուշ, որ հանգած այն մեկն էլ կորի, և այդ մի գիրքը մենք բոլորով ողջ կուրսով արտագրում էինք, հենց համալսարանում, որտեղ տուն չէինք տանում, քսերոքս էլ առանձնապես չկար, և այդ արտագրած գրքով մենք սովորում էինք ողջ ֆակուլտետով, որպեսզի դուք պատկերացնեք կրթությունը 20-րդ դարում, և ինքն էլ 50-ականների գիրք էր, այնտեղ Յոլդաշ Ստալինը, գոտնտեսականներին դիմեց լենինիզմի, այսպես տեքստեր էր։ Ես բնականաբար, ես ինչի եմ սա ասում, որ հիմա անհամեմատ է, որովհետև հիմա մենք կարող ենք խոսալ այն մասին, թե 21-րդ դարում որ մակարդակի վրա ենք մենք։ Իսկ այն ինչ ես նկարագրում եմ, չգիտեմ, երևի ասենք Գլաձոր հին համալսարանի ավանդույթներին էր ավելի շատ մոտիկ, ես մեր հյուրերին դուք գիտեք, հիմա թեման հենց է, որ 21-րդ դարում կրթությունը մենք ինչ ենք ակնկալում, խնդրեմ, ով է ցանկանում սկսել։ Պետության ներկայացուցիչ սկսենք, պարոն Հարությունյան, խնդրեմ կոնկրետ, որովհետև ինչ է ակնկալում պետությունը երևի այս պարագայում 21-րդ դարում բարձրագույն կրթություն ասելով։ Շնորհակալ եմ Պետրոս, իրականում շատ բարդ է այս հարցին տենց կարճ անդրադառնալը, բայց պետական քաղաքականությունը երևի նկատել եք այս վերջին ժամանակահատվածում, այսօր նախարարն էլ նշեց, որ այսօր արդեն բարձրագույն կրթության գիտության մասին օրենքն է մտնում կառավարության նիստ, պետությունը իր քաղաքականությունը փորձում է ձևակերպել առնվազն նոր իշխանությունը 18 թվականից ու ոնց որ թե արդեն կարողացել ենք հույսով եմ վերջին անգամ փաստաթղթի տեսքով դա ձևակերպել ու ընթացքը ցույց կտա, բայց ընդհանուր գաղափարը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության համակարգերը, որոնք գոյություն են ունեցել տարանջատված, անգամ բուհի ներսում, երբ որ գիտական հետազոտությունները այդքան էլ առնչություն չեն ունեցել լսարանում տեղի ունեցող գործընթացների հետ։ Նոր օրենքի նախագծով նախատեսվում է այդ երկու ոլորտները բերել մեկտեղել, այսինքն հետազոտական պրոցեսը լինի կրթության անբաժանելի մաս ու բարձրագույն կրթությունն էլ լինի անպայմանապես, անպայմանորեն հետազոտահենք, այսինքն ուսանողը իր կրթական շրջափուլում որևէ կետում լինի հետազոտության մասնակից ու առնչվի իսկական հետազոտությունների հետ, այլ ոչ թե ձևական պրոցեսների, որոնց անունը տենց ավարտական աշխատանք էինք դնում, բայց էլի արտագրություն էր,
Բայց այս ամեն ինչից բացի իրականում նաև ուսանողակենտրոնությունն է բերվում կենտրոն, հա, այսինքն մենք նորից կենտրոնանում ենք ուշադրությունը կենտրոնացնում ենք ուսանողի վրա, ուսանողի հաջողության վրա, այսինքն բուհական համակարգը ու պետական քաղաքականությունը այս ուղղությամբ պետք է ուղղված լինի ուսանողի հաջողությանը, որովհետև մենք մարդուց փաստացի վերցնում ենք իր կյանքի 4 տարին առնվազն, հա, ու պետք է դրա դիմաց մենք մարդուն զինենք ապագայում իր աշխատանքը ու բարեկեցությունը ապահովելու գործիքակազմով կլինի գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, հա, այսինքն այս մասով օրենքը նորից հետ է վերադառնում ուսանողի ֆոկուսանումը ուսանողի հաջողության վրա, որակի կարևորագույն մասը հանդիսանում որակի համապատասխանությունը մեր բուհական համակարգի եւ հետազոտական համակարգի, այսինքն այս պարագայում ներեն դրվում որակի միջազգային չափանիշներ ու նաեւ բուհական համակարգում կրթության որակի հավաստման ու նաեւ ի սկզբանե, հա, որակյալ կրթության երաշխավորման մուտքային պայմաններ, բայց ինձ թվում է այսքանով ավարտում, հետո ընթացքում եթե կարիք կլինի։ Այդ դեպքում հերթով գնանք, պարոն Գաբրելյան, խնդրեմ։ Ես ճիշտ հասկացա, որ պետության մոտավորապես մեկ նախադասությունով եթե ասենք ինա, որ պետքա լինեն որակի չափանիշներ եւ այդ չափանիշներին կրթությունը պետքա համապատասխանի։ Այո։ Բայց 20-րդ դարում էլ էր տենց։ 20, հա, ես ինչքան դար գիտեմ, բոլոր դարերում տենց է։ Ըստ էության ես 21-րդ դարից չխոսացի, ես խոսացի դրա մասին, չափանիշներն են տարբերվում։ Հա, դե ամեն դարում էլ չափանիշները չեն կարող չտարբերվեն։ Խնդրեմ։ Եթե նայենք մի քանի էական տարբերություններ կան, եթե համատենք 20-րդ դարը 21-րդ դարի հետ, առաջինը ձեր վերած օրինակից եթե գանք, եթե առաջ կար տեղեկատվության պակաս, հիմա կա տեղեկատվության հեղեղ։ Եվ եթե առաջ խնդիր կար կոնկրետ մի գիրքը կատեխիզիսի նմանությամբ անգիր անելու եւ այդ բովանդակության վրա, այսպես ասած, հիմնվելու վրա շատ երկար ժամանակ, հիմա այդ խնդիրը ընդհակառակը դրված է տեղեկատվական հեղեղի մեջ հասկանալ, թե աղբը որն է եւ հիմնական նյութերը որոնք են եւ հասկանալ նաեւ, որ այդ տեղեկատվությունը փոփոխվում է եւ որոշ բաներ, որ դուք սովորել եք, պետքա հետ սովորեք, որոշ բաներ պարտադիր պետքա մոռանաք եւ այս տեսակետից ամենաէական փոփոխության տեսակետից դա է։ Երկրորդը, որ տեղեկատվության հեղեղ կա, տեղեկատվության հեղեղը շատ ավելի որոնելի է, քան առաջ էր։ Դա ինչ է նշանակում, որ հատկապես հիմա արհեստական բանականության գալով, մինչև արհեստական բանականության գալը որոնման համակարգերով ինտերնետային եւ այլն, տեղեկատվության կոնկրետ հասանելիություն եւ փնտրվելիությունը շատ ավելի մեծ է, որը հնարավորություն է տալիս շատ ավելի մանրամասն տեղեկատվություն ունենալ եւ այդ հետազոտական աշխատանքների համար շատ ավելի էական բազա ունենալ։ Սա եթե նայում ենք նաեւ էապես փոխում է կրթության process-ը, որովհետեւ դուք ունեք ոչ թե հիմնարար գիտելիքներ, որոնք կիրառվում են անընդհատ եւ երկար ժամանակով, այլ ունեք հիմնարար գիտելիքների մի կտոր, որի հիման վրա պետք է անընդհատ նորացնեք ինչ-որ մի բան։ Սա թե կրթության ձևն է փոխում, թե ինչ ենք սովորացնում եւ ինչպես ենք սովորացնում, դե որակի ստուգման չափանիշներն է փոխում, եւ թե փոխում է նաեւ ուսանողին։ Դեմոգրաֆիայի տեսակետից ուսանողները 21-րդ դարում դառնում են ավելի ոչ ստանդարտ։ Ոչ ստանդարտը ավելանում են ավելի մեծ տարիքի ուսանողները համաշխարհային տեսակետից եթե նայում ենք եւ նրանք շարունակական մասնագիտական զարգացման տեսակետից եւս կարևորում է հետբուհական կրթության շարունակական մասնագիտական զարգացման տրամաբանությունը տարբեր կուրսերի եւ մագիստրատուրայի եւ այլնի միջոցով։ Եվ երբ որ մենք սա նայում ենք եւ հասկանում ենք, որ եթե շարունակական մասնագիտական կրթության տեսակետից ենք նայում, այս կրթությունը չի լինում կտրված դիսկրետ։ Այսինքն էական տարբերություններից մեկը նաեւ հետեւյալն է, որ եթե դուք ունեք միջնադարից եկող առանձնացված քաղաքիկներ կամ կոլեջներ, որտեղ կարող են սովորել, հիմա դրանք պետք է ավելի լինեն քաղաքային միջավայրին, աշխատատեղերին մոտ եւ լինեն ասինխրոն,
Դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ ոչ թե դուք ընդամենը 2 տարով կամ 4 տարով կտրում եք, այլ հետագա տարիներին եւս հնարավորություն եք տալիս անձեռում, որպեսզի իրենք կրթության կտորներ ստանան, ավելացնեն, պակասացնեն։ Որակապես այս փոփոխություններն է մտնում, դա նաև ունենք այլ խնդիրներ, որ օրինակ ասենք 20-րդ դարից փոփոխություն է, դա սեռական կազմն է, որ կանայք հիմա բարձրագույն կրթության մեջ մեծամասնություն են եւ շարունակաբար մեծամասնություն են լինելու եւ եթե առաջ խնդիր էր դրվում կանանց ընդգրկումը մեծացնելու, հիմա հակառակ խնդիրն է դրվում տղամարդկանց ընդգրկումը մեծացնելու, ընդ որում խոսքը չի վերաբերում միայն Հայաստանի Հանրապետությանը, դա համատարած խնդիր է, նմանապես համալսարանները դառնում են ավելի մեծ կառույցներ, որոնք ֆինանսապես պետք է գրագիտություն ունենան եւ կառավարվող ժամանակակից օրենքներին ավելի շատ ենթարկվեն եւ այլն եւ այլն։ Եթե նայում ենք, այս միտումներն են, որոնք էապես փոփոխում են կրթության կառուցվածքային տարրերը։ Արդյոք ամբողջովին փոխվում է կրթությունը, բնականաբար ոչ։ Արդյոք մենք պետք է ամեն ինչ ջնջենք նորից սկսենք, բնականաբար ոչ։ Բայց եթե մենք չադապտացվենք նոր փոփոխություններին, մասնավորապես տեղեկատվական հեղեղին, վատ ինֆորմացիան լավ տեղեկատվությունից տարբերակելուն, դրանք քննադատաբար կիրառելուն եւ այլն, այստեղ խնդիրներ են լինելու եւ հատկապես դա սերվում է արհեստական բանականության տրամաբանությամբ։ Արհեստական բանականությունը ամենամեծ օգտագործողները այս բային համալսարաններն են եւ ուսանողները։ Կա վիճակագրություն, կա որոշակի արդեն կայացած կաղապարներ, որով նրանք աշխատում են եւ այլն, եւ սա մարտահրավերներ է բերում, որոնք երբևէ չեն եղել։ Եվ սա նշանակում է, որ ոչ միայն հնարավորություններն են մեծացել, այլև մարտահրավերները եւ դա մարտահրավեր է բոլորիս համար բարձրագույն կրթության ոլորտում։ Պարոն Գաբրելյան, դուք հետաքրքիր բան ասացիք, որ առաջ ինֆորմացիայի պակաս կար, հա 20-րդ դարում, մենք ամեն ինչ անում ենք, որ ինչ-որ մի տեղից ինֆորմացիա գտնենք, հիմա հակառակն է, այդ հեղեղը կա եւ որը նոր դժվարություններ է ծնում։ Բայց դուք այստեղ հավասարության նշան դրեցիք, արդյոք 21-րդ դարում նույնիսկ այդ հեղեղի վտանգի առումով դա պլյուս չի, դրական չի կրթվելու համար, այսինքն հնարավորությունները իրանց բերած դժվարություններով հանդերձ շատ ավելի են մեծացել, քան 20-րդ դարում, երբ որ այդ վտանգները չկային։ Գիտեք, դա ես հավասարության նշան չեմ դնում, ես ասում եմ ամեն դարաշրջանի խնդիրը որն էր։ Ամեն մեկի համար դա մի մարտահրավեր էր, հիմա այն ժամանակվա հիմնական մարտահրավերը ինֆորմացիայի պակասներ, հիմնական մարտահրավերը ինֆորմացիայի ավելցուկն է։ Բայց եթե դուք ունեք նաև հեղեղ, որի մեջ կա շատ տիղմ, դուք կարող եք ստանալ վատ արդյունքներ։ Ասենք նույն արհեստական բանականության մեջ, եթե դուք իրան սովորացնեք այն գրականության վրա, որը ունի որոշակի միտումներ, դուք երբեք ճիշտ արդյունքներ չեք ստանա։ Ասենք դուք կարող ստանաք Հռոմի Պապը սևամորթ կին լինի, որովհետև որոշակի տարբերություններ ա դրած արհեստական բանականությունը այդ տրամաբանության մեջ է։ Կամ կարող ստանաք ռասիստական որոշակի տրամաբանություններ, որոնք գիտականորեն եւ մարդկայնորեն ճիշտ չեն, բայց այն գրականությունը, որը արհեստական բանականությունը դրա վրա սնվել է, տալիս է այդ արդյունքը։ Այսինքն սա նոր տեսակի մարտահրավեր է, որը չափազանց լուրջ է։ Պարոն Գաբրելյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Խորագրից է, երևի այդ թեմայի շրջանակներում ազան, նախ շնորհակալ եմ հրավիրելու համար։ Կփորձեմ պատասխանել ըստ էության ձեր հարցերից մեկին պետության տեսանկյունից, նաև հաշվի առնելով կարծես թե բանախոսներից որպես այդպիսի քաղաքական մասնակցությունը քաղաքական պաշտոն զբաղեցնող, որպես նաև օրենսդիր ներկայացուցիչ, եւ նաև եթե ժամանակացների մի փոքր կխոսեմ իմ պատկերացմամբ, թե ինչ խնդիրներ կան այսօր մեր կրթական համակարգում, ես 2 անգամ ավարտել եմ այս համալսարանը, Երևանի պետական համալսարանը,
իրականում ինչպես ճիշտ նշեցիք, մի քիչ բարդ է ասենց այս թեմայի վրա շատ կարճ ասել, հաշվի առնելով նաև որ բանախոսները ինձանից ավելի փորձառու եւ ավելի խելացի մարդիկ են, բայց կարող եմ պետության տեսանկյունից ասել, որ մենք իսկապես այսօր կանգնած ենք շատ լուրջ փոփոխությունների փուլին ենք մենք հասել։ Չեմ կարող պնդել, որ այդ լուծումները, որոնք մենք առաջ ենք քաշել արդեն մոտ 3 տարի տևած մեր քննարկումների, դրանից առաջ էլ դեռ պարոն Հովհաննիսյանն էր մեր հանձնաժողովի 2-3 տարի իրենք են աշխատել, բայց ես առավել քան համոզված եմ, որ ինչ որ տարիներ հետո իմ փոխարեն այստեղ այլ մարդ կլինի, բանախոսները փոխված կլինեն եւ այս փոփոխությունները կորակվեն որպես բարեփոխում։ Որովհետեւ այդ քննարկումների արդյունքում պայմանական տարբեր ճամբարների հետ բաժանված, հա, քննարկումները, որոնք շատ բուրն են անցել, մի քանի տասնյակ այդպիսի հանդիպումներ ա եղել մասնագիտական շրջանակների, բուհական շրջանակների, քաղաքական շրջանակների, բայց մի բան մեր գործը հեշտացավ, որովհետեւ մենք արձանագրեցինք մի բան, որ մի հարցի շուրջ բոլորս ունենք կոնսենսուս։ Այսպես շարունակել չի կարելի։ Այսինքն արձանագրեցինք նաև պարոն Գաբրելյանն ասեց, որ այնպես չի, ես էլ չեմ համարում, որ ամեն ինչ վատ է։ Մենք փորձել ենք այդ լավագույն ավանդույթները փորձը պահելով, դա հիմք ընդունելով առաջ շարժվել, երկու կարևոր փաստաթուղթ է, մեկը ընդունվել է, մեկը հուսամ կընդունվի, դա կրթության միջև 2030 թվականի ռազմավարությունն է, որտեղ ըստ էության տալիս է ձեր հարցի պատասխանը, թե պետությունը ինչա ակնկալում կրթությունից եւ ինչպես է պատկերացնում դրա լուծումները, երկրորդը բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքն է, որը լիահույս եմ միջև այս տարվա վերջ կընդունենք եւ մեր բուհական համակարգը, ինչպես իրենք են բարբերաբար ինձ ասում, արագացրեք, մի փոքր այսպես ասած կսկսի ավելի լիաթոք շնչել, որովհետև մենք կարծում ենք, որ տվել ենք հնարավորինս լավագույն լուծումներ, ձեր ասած 21-րդ դարի կրթական համակարգ ունենալ։ Տեսեք, դուք ասում եք, մենք մեր ժամանակով, ասում եք, ձեր ժամանակով մեկ գիրք կար, այո, հիմա այդ մեկ գիրքը 1000 գիրք է։ Եվ այստեղ միշտ այնց հարց է, արդյոք այդ 1000 գիրքը հիմա առավելություն է, թե թերություն է։ Որովհետև 21-րդ դարի կրթություն, ես այսպես եմ պատկերացնում, ինքը չի կարա լոկալ լինի, այս 21-րդ դարում կրթությունը եւ գիտությունը ինքը չի կարա տեղային լինի։ Շատ ժամանակ ամենայն հարգանքով, բայց մեր որևէ բուհ, որ գալիս է եւ ասում է, օրինակ դուք տեսել եք մեր վիճակագրությունը, մենք, չգիտեմ, այսքան այսինչ ունենք, հրապարակում ունենք, այսքան ուսանող ունենք, ինքը շատ լավ է հնչում, այո, Հայաստանի պայմաններում լավագույնն է, բայց երբ դու համադրում ես առնվազն մեր երկրների պես համադրելի երկրները դու տեսնում ես, որ մենք ցավոք գուցե ինչ որտեղ նաև մեկ դար հետ ենք, այո։ Եվ մենք հենց այս փոփոխությունը եւ նաև երկրորդ կարևոր փոփոխությունը դա ակադեմիական քաղաքն է, որը իմ կարծիքով նորանկախ պատմության ամեն այսպես ասած մեգա նախագծերից է։ Մենք կարծում ենք բերելու այն ստեղծելու այն հնարավորությունները, որ այո, մեր բուհերը լինեն եվրոպական չափանիշներով հավատարմագրված, միջազգային ասպարեզում մրցունակ եւ առնվազն թիրախ ենք սահմանել, որ մեր 4 բուհեր պետք է լինեն այդ միջազգային վարկանիշային ցուցակների 500-ի մեջ լինեն, այսօր ցավոք սրտի նույնիսկ 1000-ի մեջ չունենք։ ԵՊՀ-ն արդեն 1000-ի մեջ կա, տեսեք, հիմա սա էլ է հարց, պարոն Հովհաննիսյան, արդյոք դրանով հպարտանանք, որ 1000-ի մեջ կանք, թե իհարկե պետք է հպարտանանք, բայց պետք է նաեւ միասին նպատակ սահմանենք, որ առնվազն մինչեւ 2030-ն ենք գրել, 500-ի մեջ լինենք։ Ես կարող եմ մի քիչ շատ խոսել, բայց փոխանցեմ նաև գործընկերոջս, շատ կարճ ուղղակի ասեմ, իմ կարծիքով, այո, 15-րդ դարում էլ են նստել եւ մտածել, այ 16-րդ դարի մարտահրավերները ինչ պետքա, ոնց պետքա հաղթահարել, 17-ում էլ, 20-ում էլ, հիմա էլ ենք նստած խոսում, բայց մի բան իմ կարծիքով փոխվել է, արագություններն է կյանքում փոխվել։ Եվ շատ ժամանակ երբ ուսանող կլինի կամ աշակերտ կլինի, իրանց այն ամենահիմնական բանը, որ ասում են, երբ որ չի ուզում սովորի, ասում է ձանձրալի է ինձ կրթությունը, այսինքն երբ որ ինքը դասարանից կամ լսարանից դուրս է գալիս եւ իր շուրջը աշխարհը շատ արագ է եւ այդ 40-45 րոպե լսարանային դասախոսական կամ այդ process-ը շատ ժամանակ ձանձրալի է թվում։ Եվ մենք այստեղ իհարկե ունենք շատ մեծ անելիքներ, այդ նոր օրենքով էլ դրված է նաև հեռավար ուսուցման ճկուն նոր համակարգ։ Լավ, դերևս այսքանը, մյուս կտորը որ հարցան նոր կասեմ, շնորհակալություն։
Շնորհակալություն, Տիկին Անապյոսյանը Մարկի գրասենյակ։ Հա? Չէ, երեկվա ազգային ժողովի դեպքերից հետո ես ձեզ հարց չեմ տալիս։ Տիկին Անապյոսյան, պարոն Գաբրելյանի ասածը, որ 21-րդ դարում կանանց կրթության ժամանակն է, ես ինչ հիշեցի, ես մոտ 5-6 տեղ երկար տարիներ ժուրնալիստիկայի դաս եմ տվել եւ բոլոր տեղերը 100-ից 2-3-ն էին տղա եւ 98 կամ 99 եղել են կանայք։ Գուցե դա ժուրնալիստիկայի սպეციფիկան է, ես չգիտեմ մնացած բնականաբար մի քիչ համաստություն ուրիշ տեղեր ուրիշ ձև կլինի, բայց իրոք կանայք են գալիս կրթվելու։ Եթե ասենք 19-րդ, 18-րդ դարը տղամարդկանց կրթություններ, 20-րդ դարը 50-50, արդեն վերջում կարելի ասել, որ հիմա այսպես այդ սոցիալական մղումը կրթվելու ավելի շատ կանանց մոտ է։ Ես մի քիչ կաղավուղորդեցի, դուք ուրիշ բանից եք ուզում գայիք, բայց դա շատ լուրջ խնդիր է։ Նախ շնորհակալություն։ Այդ հենց չգիտենք։ Դրա համար վտանգավոր է։ Ուզում եմ հավատալ, որ ինձ առաջինը տեսնում եք որպես մարդ, ով ունակ է մտածելու, հետո կին, եւ կարծում եմ ձեր ասացի համար կան բազմաթիվ շերտավորված բացատրություններ, մինչեւ դրան անդրադառնալը, քանի որ առաջին անգամ արդյուն եմ խոսել, ուզում եմ շնորհավորել համասարանին, կազմակերպիչներին եւ բոլոր համասարանականներին ֆորումի համար։ Հուսով եմ սա կդառնա մշակույթ։ Մի փոքր կարճ անդրադառնալով ձեր ուղղորդմանը, բազմաթիվ շերտերից մի քանիսը, եթե նշելու լինեմ, կարծում եմ կրթության մասսայականացման պայմանավորված, արդեն բայց մենք խոսում ենք 20-րդ դարից, իհարկե կանայք ունեցան հնարավորություն։ Հետո աստիճանաբար տնտեսության զարգացմամբ, այսինքն կան շատ պրիմիտիվ եւ բարդ շերտեր, եւ բարդին ժամանակ չենք ունենա անդրադառնալու։ Տնտեսության զարգացման համար ուղղակի շատ պարզ եւ հստակ է, որ պետք է հասարակության բոլոր անդամները ունենան կրթություն եւ մասնակցեն տնտեսությանը եւ հետեւաբար տեսնում ենք նաեւ կանայք ավելի շատ են կամ կանայք հավասար մասնակցություն ունեն եւ մյուս ֆենոմենն էլ կա, որը ավելի ժողովրդագրական ֆենոմեն է, որ հաճախ մենք այսօր ունենք կանանց քաջալերման, ջատագովման շատ մեծ օրակարգեր, բայց պետք է ասեմ, որ այդ օրակարգը տղամարդկանց համար չի գործում եւ շատ հետազոտություններ կան, թե ինչքան շատ են հոգեբանական ազդեցությունը տղամարդկանց վրա, երբ ամեն սոցիալական եւ տնտեսական բեռը փորձ է արվում դրվել տղամարդկանց վրա, բայց թույլ տվեք դրան չանդրադառնամ եւ կրթության մասին խոսեմ, եթե կարելի է, 21-րդ դարի տեսանկյունից։ Երկու աքսիոմա կա, կարծում եմ, որ իմաստ ունի խոսել։ Առաջինը նա է, որ կրթությունը քաղաքական երևույթ է։ Մենք դրա մասին ուզենք, թե չուզենք, քաղաքական երևույթ է եւ այն քաղաքականությունը, այն աշխարհաքաղաքականությունը, որտեղ որ մենք ապրում ենք, յուրաքանչյուր պետության համար ձևավորում է կրթության բովանդակությունը։ Ցավալի է, թե ոնց, բայց դա աքսիոմատիկ է։ Երկրորդը, որ որևէ ժամանակներից ի վեր չի փոխվել, կրթությունը անհատական եւ անձնական տիրույթում է։ Այսինքն մեր ուղեղը տարբեր տեխնոլոգիական փոփոխություններից այլ ձևով չի սովորում։ Մենք ունենք այն ուղեղը, ինչ ունենք 2 միլիոն տարի առաջ, կարդալու գեն առայժմ չունենք, եթե էվոլյուցիան տեսանկյունից ենք նայում։ Եվ հետևաբար 21-րդ դարի կրթության տեսանկյունից, կրթության մասին խոսելիս կուզեմ մեր ինձնից առաջ բոլոր բանախոսները բավականին լավ խոսեցին պետության տեսանկյունից։ Ես կուզեմ ավելի կիրառական կողմից դրան անդրադառնալ եւ երկու բան նշեմ։ Առաջինը, կարծում եմ շատ կարեւոր է, որ այսօր կրթությունը կարողանա սովորեցնել շրջանավարտային կրթական համակարգը հասարակությանը ամբողջական երևույթ որպես դիտարկել։ Նախագահը ասաց իր ելույթում, որ խնդիր ունենք խնդիր ձևակերպելու։ Եվ այսօր ես իմ աշխատանքում շատ հաճախ տեսնում եմ տարբեր պետական մասնավոր կառույցների հետ շփվելիս,
որ յուրաքանչյուրը իր նեղ ոլորտում է դիտարկում խնդիրը։ Օրինակ, երբ որ ֆինանսներ ենք հատկացնում եւ հատկացնում ենք այդ ֆինանսները ճանապարհաշինությանը, մենք չենք ասում, բայց չէ որ կլիմական փոփոխություններն էլ պիտի ճանապարհաշինության մեջ հաշվի առնենք։ Եվ այստեղ կարծում եմ կրթությունը ունի դերակատարում, բարձրագույն հատկապես մասնագիտական կրթությունը ունի դերակատարում, որպեսզի այդ ամբողջական մոտեցումը կարողանա ցուցաբերել։ Եվ մյուս երևի կարևոր առանձնահատկությունն է, պարոն Գաբրելյանը խոսեց արհեստական բանականության մասին։ Հետաքրքիր է, որ հաճախ արհեստական բանականությանը դիտարկում ենք որպես վտանգ կամ մարտահրավեր։ Դրա մեջ կա կես ճշմարտություն, որովհետև հաճախ ակադեմիական բարեվարկության տեսանկյունից դա խնդիր է առաջացնում, բայց եթե մենք արհեստական բանականություն օրինակ դիտարկելու լինեինք որպես այն գործընկեր, ում հետ կարող ենք խոսել, քննարկել, բանավիճել եւ սովորելու տեսանկյունից շատ կարեւոր է հետադարձ կապը։ Կա այնպիսի ֆենոմեն, որ ինչ սովորեցնենք, ինչ տանք արհեստական բանականությանը, դա էլ կսովորեցնի, դա էլ հետ կտա մեզ, բայց կարող ենք տարբեր նյութեր տալ եւ անընդհատ երկխոսության միջոցով ի վերջո մենք կարող ենք գալ նոր մտքերի եւ նոր դիսցիպլինների ձևավորմանը եւ վերջին ամփոփեմ միտքս երբ Կասպարովը փորձեց խաղալ սուպեր համակարգչի դեմ շախմատ տարվեց եւ հասկացավ որ այն տակտիկան որ սուպեր համակարգիչը ունի որ ինքը տարիներ է ծախսել այդ տակտիկական քայլերը սովորելու համար սուպերկոմպյուտերը անում է վայրկենների ընթացքում բայց ինչ չունի սուպեր համակարգիչը դա ստրատեգիան է եւ երբ Կասպարովը խաղաց սուպեր համակարգչի հետ միասին օգտագործելով սուպեր համակարգչի տակտիկան եւ իր ստրատեգիական մտածողությունը այլ սուպեր համակարգչի դեմ հաղթեց կարծում եմ այսօր կրթությունը կարող է այդ հնարավորություններին արհեստական բանականության այդ տեսանկյունից մոտենալ շնորհակալություն Շնորհակալություն բարդ էր ես հարց չունեմ Այս փուլում ես կարծում եմ պետքա հիմա հարցեր, հա, ճիշտ եմ հասկանում, դուք հարցեր ուղղեք մեր բանախոսներին, միկրոֆոն կա դալիճում, հա, կա։ Ահա։ Դե ով ցանկանում է, խնդրեմ։ Այն առաջ շարքից արդեն ներկայացեք եւ Շնորհակալություն։ Բարձր մի քիչ Միքայել Հովհաննիսյան, Երևան պետական համալսարան։ Ես իրականում նաև պարոն Գաբրելյանի անդրադարձի կոնտեքստում եմ ուզում հարցը ձևակերպել իրական երբ որ մենք խոսում ենք կրթության արկա փուլի մարտահրավերների մասին գլոբալ մարտահրավերները ու լոկալ մարտահրավերները այսինքն համաշխարհային process-ները որոնք կան ու այն process-ները որոնք Հայաստանում կան ու խնդիրները որոնք կան բավականին տարբեր են եւ մենք այսպես համընկում ունենք տարբեր մակարդակների խնդիրների, այսինքն երբ մենք խոսում ենք գլոբալ մակարդակի մասին, այստեղ այդ ինտենսիվ տեղեկատվական հոսքերը, մեթոդաբանական փոփոխությունների անհրաժեշտությունները, անկալունակության փոփոխությունները, գլոբալ միտումը նաև բարձրագույն կրթության, ամբողջական կրթություն ստանալու մոտիվացիայի նվազումը եւ այլն։ Լոկալ մակարդակում մենք ունենք շատ ավելի, այսպես կոնկրետ խնդիրներ կապված ինստիտուցիոնալ համակարգերի, process-ների կազմակերպման եւ այլնի հետ։ Հիմա սա իրականում ես ուզում եմ հասկանալ, որտեղ երբեմն երբ որ այդպիսի իրավիճակ է ստեղծվում, դա կարելի է դիտարկել նաեւ որպես հնարավորություն ինչ որ սկզբունքորեն նոր մոդելի վրա դուրս գալու։ Ու ինձ հետաքրքիր բանախոսների կարծիքը կա նման տեսնում եք դուք այդ պոտենցիալը Հայաստանում այնպիսի փորձարկումներ անել, հաշվի առնելով նաեւ այն որ Հայաստանյան կրթական համակարգը խորքային փոխակերպումների պետք է ենթարկվի, որ ինչ որ նոր հետաքրքիր բանի վրա դուրս գանք։ Շնորհակալություն։ Ես եկեք պայմանավորվենք հարցերը կես րոպեի սահմաններում, որպեսզի մեր բանախոսները հարցի վերջին գալուց հարցի սկիզբը հիշեն։ Հա, եւ հնարավորինս շատ հարց կարողանանք տանք, հիմա որ հիշումը խնդրեմ։ Պատասխանեք հարցին։ Ես ճիշտն ասած չի ուզի որպեսի մենք նայենք համակարգը էքսպերիմենտալ տեսակետից թե ինչ որ մի բան անենք որ դրանից հետաքրքիր բան դուրս գա մենք սելեկցիոն խնդիրներ չպետք է լուծենք
բարձրագույն կրթության համակարգի միջոցով, դրա փոխարեն կասեի հետևյալը, եթե մենք տեղային խնդիրներին անդրադառնանք, ապա նաև քանի որ ես ակտիվորեն մասնակցում եմ նաև բուհերի հավատարմագրման process-ին, մեր կարևորագույն խնդիրներից մեկը բուհական համակարգում, եթե չափանիշները նայենք 10 չափանիշ կա, դրանցից ամենածանրը Հայաստանի Հանրապետության բուհերում կառավարումն է եւ որակի ապահովումը։ Եթե մենք կարողանանք կառավարման եւ որակի ապահովման խնդիրները դարձնել անկյունակար, որի հիման վրա զարգացումը լինի, ապա բնականon չի ուզի ասել բնական ընտրության միջոցով, այլ բավականաչափ պարզ ընտրական մրցութային կամ մրցակցային պայմանների ձելնելով բուհերը կսկսեն զարգանալ իրենց խնդիրներով։ Սակայն մենք շատ հաճախ ունենք խնդիրներ, որ բուհերում ամբողջովին ձևական խորհուրդներ են։ Մենք ունենք, որ որակի ապահովման գործառույթը իրականացվում է ֆորմալ ձևով եւ վերջնարդյունքների վրա ազդեցությունը եւ հետազոտությունները երրորդ կողմից ստացված հիմքերը առանձնապես չկան եւ այլն։ Այս ամեն ինչի տրամաբանության ներքո, եթե կառավարումը եւ որակի վրա շեշտադրումը բնականաբար մնացածի մասին չմոռանալով, ուղղակի մեր ամենայական բացերն եմ ասում, անենք, ապա քանի որ իրականում կա մրցակցային միջավայր բացառությամբ մի քանի մասնագիտությունների, մենք ունենք բավական մրցակցային բուհական միջավայր, դա հնարավորություն կտա զարգանալ բուհերին եւ ունենալ բնականon զարգացում։ Դա չի հակասում, բայց ասենք, եկեք մի բան մտածենք, որ մեզ մոտից ինչ որ սելեկցիոն տրամաբանությամբ նոր գաղափար դուրս գա, ես ճիշտն ասած չի ուզի բուհական համակարգը ենթափորձային ճագարի տեղ օգտագործել։ Այլ խնդրեմ պարոն Կարապետյան, կես րոպեն հիշում եք, չէ՞։ Անդրադառնալով նաև ձեր հարցադրմանը ես երրորդ կողմն էլ կառանձնացնեի հիմա ծրագրային բարեփոխումները։ Այսօր երրորդ անգամ վերջին 10 տարվա ընթացքում կառավարության օրակարգ մտած բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքում կա մի կարևոր հոդված հուսամդեր կա, որը վերաբերում է ուսումնական process-ի կազմակերպմանը։ Ես նկատի ունեմ մասնակի ուսումնական բեռնվածությամբ սովորելու այդ հնարավորությունը։ Ես ուզում եմ հարցնեմ երևի պարոն Գաբրիելյանին, ներկա օրենսդրության մեջ որևէ արգելք կա, որ բուհերը իրականացնեն այդ ծրագրային բարեփոխումը եւ անցնեն այսպես ամբողջական եւ մասնակի բեռնվածության, որովհետեւ ինքներդ գիտեք, որ դա կազատականացնի կրթական ծրագրերը, ուսանողները հնարավորություն կունենան անհատական հետագծեր ստեղծելու եւ այլն։ Չունենք այդպեսի սահմանափակում այս պայնել, խնդիրը կարծես թե նոր օրենքով մի քիչ ավելի ընդլայնված է դա լինում։ Այսինքն, եթե ճիշտ հասկացա ձեր հարցը, հեռավար կրթության մասին եք խոսում, հա՞։ Հիմա ըստ էության մի Եթե կարելի է օրինակ բերեմ, մասնակին, այսպես ասած անգլերեն part-time-ն է, միջին հաշվով, եթե վերցնում ենք Միացյալ Նահանգների կրթությունը, 4 տարվա ծրագիրը միջինը ավարտում են 5-4 տարում։ Դա նշանակում է, որ իրանք որոշակի սեմեստրներ վերցնում են մասնակի ծանրաբեռնվածությամբ, աշխատում են, մի կես տարի աշխատում են, հետո հետ են գալիս եւ այլն։ Այսինքն դրա համար է ասում ասինխրոն կրթության տրամաբանություն կա։ Հիմա օրենքին այս պահին էլ մեր օրենքում դրան հակասող բան չկա, սակայն կարգավորումների տեսակետից գիտության կրթության նախարարությունը եւ էլի մաներ կան այդ նախարարության մեջ կներեք բոլորը չեմ հիշում սպորտ մշակույթ սպորտ երիտասարդություն մերը ավելի շատ է հանձնաժողով ուրեմն շատ ավելի կոշտ է կարգավորում Այսինքն եթե կարգավորումը այս պահին լիցենզիա է տալիս, լիցենզիա տալուց տալիս է ծրագիրը, ասում է
Մագիստրատուրան պետք է լինի 30-45 կամ 60։ Ասենք 47.5 չի կարա լինի, որովհետև դա չի տեղավորվում ստանդարտ սեմեստրների մեջ, եւ այլն եւ այլն։ Արգելք, որպես այդպիսին օրենսդրական մակարդակով չկա, ենթաօրենսդրական մակարդակով շատ ավելի կոշտ կանոնակարգված է, որը հնարավորություն ճկունության չի տալիս։ Բայց երևի պարոն Հայությանը եւ պարոն Գաբրելյանը Պարոն Հայությանը ասում լրացնել։ Հա, իրականում համաձայնվելով ձեր հետ, օրենսդրական սահմանափակումներ չկան, ենթաօրենսդրական ակտերի մակարդակներում մի քիչ քառակուսի մոտեցումներ կան, բայց էլի դա էլ էր հաղթահարելի, եթե նախաձեռնություն լիներ, հա, այսինքն այս պարագայում բուհերը ըստ էության իրանց ինքնավարության շրջանակներում էլ կարողանային որոշակի առաջարկներ անել, օրենսդրությունը դինամիկ բան է, հա, ինքը գրած չի ու տենց սալիկների վրա չի, հա, տապանակարերի, այսինքն կարելի էր փոխել, բայց միևնույն ժամանակ այդ նախաձեռնությունը չի եղել։ Այս օրենքի նախագծով այո կա, ու ըստ էության ինքը նախատեսում է նաև համապատասխան ենթաօրենսդրական ակտերն էլ վերանայել ու այդ part-time ռեժիմով ու նաև նոր օրենքը նախատեսում է մոդուլային կրթության, այսինքն շատ հանգիստ ուսանողը կարող է իր նախասիրությունները ու իր տրայեկտորիայի համաձայն, նույն իհարկե որոշակի տրամաբանության շրջանակներում կազմակերպել իր սեփական կրթական process-ը ու նաև կան կամընտրական մոդուլների գաղափարն է նաև մտցված, այսինքն ուսանողը ըստ էության կկարողանա մասնագիտացում իր համար դասավորել, հա, կախված նրանից, թե ինչ ապագա է ինքը իր համար տեսնում։ Ենթադրում եմ այդքան է, հա, այսինքն այո կա, բայց դժվար է։ Ես շատ կցանկանայի, որ ուսանողները հարցեր տային, կան չէ դալիճում ուսանողներ։ Այս ամեն ինչ դուք ուսանող եք։ Նախքին։ Լավ, ներկայացեք, բայց մինչև դուք հարցը կտաք, ես կխնդրեմ ուսանողներին պատրաստվել հոգեբանորեն, ես գիտեմ մի քիչ դժվար է, եւ հետո որ ուսանող լինի, խնդրեմ։ Բարի օր, Հասմիկ Սահակյան, տնտեսագիտական ֆակուլտետի շրջանավարտ եմ հանդիսանում։ Ինձ մի հարց է հետաքրքրում, յուրաքանչյուր երկրի առաջընթացի հիմքում դա գիտական եւ մշակութային էլիտաների ստեղծման կարևորությունը գիտակցելն է եւ այդ շարունակականությունը ապահովելը։ Պարոն Ղազարյան, դուք շատ լավ ասեցիք այդ 3 գրքի մասին, մեր ժամանակ, մենք նույն ժամանակաշրջանում ենք ավարտել, մենք ունենք 1 գիրք եւ դա դասախոսի մոտ էր։ Պատկերացնում եք ոնց էինք սովորում, բայց սովորում ենք եւ երջանիկ էինք, որտեղ գիտենք, որ ինչի համար ենք եկել այստեղ։ Ինձ հետաքրքրում է դուք որպես պետական քաղաքականություն, ինչպես եք տեսնում այդ գիտական էլիտաների զարգացումը եւ միջազգային տեսանկյունից նրանց մրցունակությունը։ Շնորհակալ եմ։ Գիտական էլիտաների։ Պարոն Հայությանին էր ուղղված հարցը։ Բայց եկեք պարոն Գաբրելյանին ուղղորդենք։ Խնդրեմ պարոն Գաբրելյան։ Ես Գիտական էլիտաները ոնց են մրցունակ լինելու։ Իրականում բարդ հարց եք տալիս, որտեղ ես այդ շրջանակից չեմ։ Ինձ թվում է, որպես պետություն իրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելով ընդհանրապես, այսինքն մնացածը իմ կարծիքն է, սա էլ ես կարող սխալվեմ, բայց այտենց արհեստական չես կարող ստեղծել գիտական էլիտա։ Էլի կարանք ստեղծենք, մրցանակներ տանք, համարենք այս մեկը Հայաստանի լավագույնն է, բայց այդքանով սահմանափակվի։ Իմ կարծիքով նաև նոր օրենքով դրված որոշակի գործիքակազմը առնվազն հնարավորություն է տալու ձևավորել ձեր ասած գիտական էլիտան, որը համագործակցելով, աշխատելով, համատեղ ծրագրեր իրականացնելով արտասահմանյան գիտական էլիտաների հետ ինքը ինքնըստինքյան ձևավորելու է այդ ինստիտուտը եւ կայանալու է։ Ես այսքանը կարող եմ ասել, պարոն Հայության, եթե ճիշտ եմ հիշում, մենք ունենք նաեւ հատուկ պահանջներ, չէ՞, նոր օրենքում, որ նու գիտական էլիտա հասկացություն գոյություն չունի, որպես էպրիսին, այսինքն օրենքում չես կարող սահմանել բու, սա է նշանակում գիտական էլիտա, սա է նշանակում։ Օրենսդիրը ոնց որ միշտ գցեց գործադիրի կերպանը, խնդրեմ։
Դե քանի դեռ մեր դաշտում է, ոնց որ լրիվ արդարացված է, կգնա իրանց մոտ արդեն գործադինել կկիսենք։ Իրականում էլիտա բառից մենք մի քիչ խուսափում ենք, որովհետև էլիտան այտենց հնչեղ բառ է, մի օր մեկին էլիտա է սրճակում, մյուս օրը կարող է հայտնաբերես իրան ոչ էլիտար վարքագծի պայմաններում, էլի, այսինքն, բայց ինչ վերաբերում է մրցունակ գիտությանը, դուք երևի տեսել եք, որ այս ժամանակահատվածում նոր կառավարությունը 2018 թվականից մինչև հիմա առնվազն 2.8 պատկել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, ու այդ ֆինանսավորումը ինքնանպատակ չի, հա, այսինքն իր մի մասը գնացել է բազային աշխատավարձերի նորմավորմանը, մի մասը գնում է շատ մեծ մասը, հա, գնում է մրցութային ծրագրերով, հա, սարքավորումներով վերազինմանը, վերապատրաստումներին, թեմատիկ, այսինքն դրամաշնորհային հետազոտությունների իրականացմանը, երիտասարդների ներգրավմանը, այսինքն այս պարագայում պետությունը որոշակի քայլեր անում է այդ ուղղությամբ։ Հիմա այս նոր օրենքի նախագծով արդեն այդ երկու ոլորտներն էլ կբերվեն միասնական դաշտ ու կփորձենք նաև նույնաբար ու անալոգիայով, հա, այդ գործիքակազմը նաև բերել բուհական համակարգ, պլյուս նաև գիտություն ու կրթություն այս կապը պետք է ավելի ինստիտուցիոնալ դառնա, որ ձեր ասած այդ վարվելակերպը, հա, ասենք կամ մտածելակերպը կամ այդ մշակույթը, հա, մեկ բառով ասելով փոխանցվի նաև ապագա սերունդներին, հա, ու կրթություն ստացողն է լավ սենց ասենք, շատ ճոռոմ չէ հնչի։ Այսքան այս իմաստով քայլեր արվում են, նոր քայլերի համար իրավական հենքերը ձևակերպված են նոր օրենքի նախագծով, այսինքն պարոն Հովհաննիսյանն էլ նշեց իր խոսքի մեջ, բազային ֆինանսավորման գաղափար է մտցվում պետական բուհերի համար, այսինքն ոնց որ եւ գիտության ոլորտում որոշակի հիմնարար, հա, հիմնական ֆինանսավորում նախատեսվել է նաև պետական բուհերի համար, որով բուհը որոշակիորեն կկտրվի այդ ուսանողի ուսման վարձերից կախվածությունից, այս պարագայում արդեն ավելի մեծ ուշադրություն դարձնելով ուսանողի առաջադիմությանը ու ըստ էության ստիպված չլինելով, ոնց որ տանել են ուսանողին, որ այդպես ցանկություն չունի, հա, առանձնապես սովորելու, միևնույն ժամանակ նաև իհարկե բուհի պարտականությունը մարդուն սովորացնելը, հա, սովորացնելը, այսինքն այնպես մոտիվացնել այս պահին սովորել չուզող ուսանողին, որ ինքը հասկանա, որ կրթությունը ըստ էության իրան պետք է։ Մի խոսքով էլի, տենց իրականում կոնկրետ հստակ պատասխան չկա, բայց խրախուսելով միջազգային մրցունակությունը, դնելով դրա համար անպատասխան ֆինանսական գործիքներ ու հետևելով այդ ամեն ինչին, հա նաև ատեստավորման կարգը կա, նաև նոր օրենքով էլ նախատեսվում է ակադեմիական կազմի ատեստավորում էլ, այսինքն ըստ էության ատեստավորման չափանիշները կտարածվեն նաև պրոֆեսոր դասախոսական կազմի վրա, առնվազն հիմնական աշխատողների էլի։ Փորձենք այդ որակի մշակույթը։ Ընդհանրում հիմա անհամեմատ ավելի հեշտ է այդ ամեն ինչը անելը։ Մեր թվականներին, 90-ականներին, որ ես սովորում էի, դու համարյա շանս չուներ միջազգային գիտական շրջանակներում ինչ որ ամբիցիա ունենալ, շրջապատ ստեղծել, մտքեր հայտնել, դառնալ այդ խմբի անդամ, դրա համար, չգիտեմ, նամակագրությունների եւ ինչ, չգիտեմ, ինչերի դժոխքի մեջով պետք է անցներ եւ կարող էլի չգտնել, լաբիրինթոսի ավելի շուտ։ Հիմա եթե ինտերնետի հետ մի քիչ գրագետ աշխատես, դու կարող ես արդեն ելք ունենաս այդտեղ, այլ հարցա դրա ավարտը ոնց կլինի, քեզ կհաջողվի թե չէ, բայց ելքը գտնելը, ստարտը հիմա շատ հեշտ է, ի համեմատություն, ասենք 90-ականների նույն նոր տեխնոլոգիաների շնորհիվ։ Մենակ ես չհասկացա, թե ինչի պետք է այդ երկիրը առաջ տանեն գիտական ու մյուս էլիտան, որ մնացած էլիտաները ինչով պետք է զբաղվեն։ Հետևից։ Հիմա ուսանողներից ով հարց ունի։ Դե լավ կլինի այս պահի, նախկին ուսանողից արդեն այդ տենց չեմ, խնդրեմ, մի էլի երիտասարդ ուսանող, խնդրեմ։ Ես ելնում եմ ուսանել բառից եւ այդ իմաստով ես էլ եմ ուսանող առայժմ։ Նախ ուզում եմ հակադարձել ձեզ, պարոն Ղազարյան, այն ժամանակ է ձեզնից շատ առաջել հնարավորություն կար միջազգային
համագործակցության եւ օգտվում էին մարդիկ դրանից, մեկը ես, բայց թողնենք դա։ Մենք կրթություն ասելով, չգիտես ինչու հասկանում ենք մանկապարտեզ, դպրոց, համալսարան ու վերջ։ Բայց այսօր կրթությունը սկսվում է մինչև մանկապարտեզ։ Այսօր 1-3 տարեկան երեխան առանց գիտակցելու շատ լավ օգտագործում է համակարգիչը, ծնողի հեռախոսը եւ սկսում է կրթվել։ Այդ կրթությունը մեզ դուր է գալիս թե ոչ, դա լրիվ ուրիշ հարց է, բայց դա սկսում է կրթվել։ Եվ շարունակում է կրթվել, այդպես մի մասը շատ հաջող է օգտագործում դա, ես դրական դեպքեր գիտեմ, երբ այդ համացանցից ճիշտ օգտվելով բավական դրական գիտելիքներ եւ ինֆորմացիա են ձեռք բերել։ Իրականում կրթության process-ը ինչ է, ինֆորմացիայի ստացում, մշակում, օգտագործում։ Եթե դու միայն ստանում ես հարցը ո՞րն է։ Հարցս որպեսի տամ, ինչ որ բան ասեմ։ Հիմա հասնում, դուք լսեք։ Հիմա դուք ընդհատեցիք։ Մարդը եթե մենակ ստանում է ինֆորմացիա, դառնում է մաքսիմում խաչբար լուծող։ Եթե նա չի կարողանում դա մշակել եւ օգտագործել։ Հիմա հարցս հետեւյալն է։ Մենք ուզենք համացանցը կա։ Գուցե պետք է դարձնել գործընկեր, սովորացնել դպրոցում, համալսարանում, ինչպես օգտագործել համացանցը դրական նպատակների համար։ Ոչ թե որպես միայն բամբասանք լսելու գործիք կամ զվարճանքի գործիք, այլ նաև օգտակար ինֆորմացիա կուտակելու, ճիշտը սխալից տարբերելու, այն ինչ որ ասեց պարոն Գաբրիելյան, լրիվ համամիտ եմ, այդ աղբե հեղեղից պետք է կարողանալ անջատել օգտակարը, այդա պետք է սովորացնել։ Եթե մենք ուղղակի արհամարում ենք համացանցի տված ինֆորմացիան, մենք շատ բան կորցնում ենք։ Ինչ կարծիք ունեն մեր բանախոսները։ Արժի արդյոք օրինակ շախմատի փոխարեն մարդկանց սովորացնել ինչպես օգտագործել համացանցը օգտակար ձևով։ Եթե ինչու շախմատը կարող եմ բացատրել, բայց դա հիմա կարևոր չի։ Ես միշտ sense հարցերից զարմանում եմ, որովհետև երբ որ ասում ենք պետքա սովորեցնենք, որ համացանցից լավ օգտվեն, ինչ է կակականում, որևէ մեկը կարող ասի, չէ, պետք է համացանցից լավ։ Բարձր պետք է լավ։ Պարոն Ղազարյան, երբ մենք էինք սովորում, բոլորս մեզ սովորացնում էին գրքից ինչպես օգտվել, որ գրքերը կարդալ, ինչպես կարդալ, որտեղ այդ նույն գիրքը տարբեր մարդիկ տարբեր ձևով են կարդում եւ տարբեր գիտելիք են ստանում։ Հիմա այդ դրան եկել է փոխանցելու համացանցը, անտեր թողելով դա օգտակար ֆունկցիա չի կատարի։ Խնդրեմ։ Եվ մի քիչ ավելի լայն։ Եվ քանի պարոն Ղազարյան ասում եք, այն սկիզբը հարցի հիշել, մի քիչ հիշում եմ պարոն Հովհաննիսյանի հարցին, դրան էլ նաև անդրադառնամ։ Շատ համաձայն եմ, իհարկե այս հարցին չի կարելի պատասխանել ոչ, դա միանշանակ է, որ այո։ Ոչինչ չի փոխվել համացանցի տեսանկյունից, թե ինչպես այն առումով, թե որ պետք է սովորենք ինչպես օգտվել գրականությունից։ Եվ խոսքը գրականության մասին է։ Համացանցի լինելուց կամ ավելի լայն տարածում ունենալուց առաջ էլ գրականությունից օգտվել, թույլ տվեք անհամաձայնել, որ մեր ժամանակ առանձնապես չէինք սովորում։ Իսկ գրականությունից օգտվել ես նկատի ունեմ գիտական հոդված, երբ կարդում ենք, հատկապես եթե օրինակ սոցիալական գիտությունների ոլորտում քանակական հետազոտություն է արել, մեթոդաբանությանը տիրապետում ենք, թե ոչ։ Մեթոդաբանությանը լավագույն դեպքում կես չափով կարող են տիրապետել սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտները։ Մնացած հումանիտար գիտությունների ոլորտում այդ մեթոդաբանությունը մշակել, մեթոդաբանությամբ հետազոտություն իրականացնել, ել չեմ ասում դրա մասին կարդալու, այդ հետազոտությունները կարդալու մասին, ցավոք սրտի մենք չունենք։ Այսինքն, եթե մենք խոսում ենք որևէ գրականությունից ճիշտ օգտվելու մասին եւ տարբերակելու որն է գիտական մեթոդով արված հետազոտությունը այլ հոդվածներից, այդ դեպքում Հայաստանի Հանրապետության բուհերը կարծում եմ մեծ աշխատանք ունեն իրականացնելու եւ դա երկու շերտում է։ Մեկը ադմինիստրատիվ ոլորտում, որ պիտի հետազոտական մեթոդների դասավանդումը դառնա պարտադիր,
Մյուսը դասախոսական մակարդակում, որ բոլորը կարողանան այդ մեթոդներով աշխատել եւ սովորեցնել։ Սա մեկ։ Բայց մի քիչ ուզում եմ վերադառնալ պարոն Հովհաննիսյանի հարցին, Միքայել Հովհաննիսյանի։ Մենք առիթ ենք ունեցել ժամանակին երբ մի քանի տարի առաջ խոսելու բուհերի դերի մասին, եւ պարոն Գաբրիելյանը նշեց ինֆորմացիա հեղեղի մասով, հա, շատ մեծ հեղեղ ունենք։ Իհարկե այդպես է։ Բարձրագույն կրթությունը, բարձրագույն մասնագիտական ֆորմալ կրթությունը ըստ իս տարբերվում է նրանով, որ ուղղորդում է այդ հեղեղի մեջ։ Հիմա արդյոք այդ ուղղորդումը պետք է լինի դոգմատիկ 4 տարի, 5 տարի, 3 տարի ֆիքսված կրեդիտներով, թե կա հնարավորություն ինչ որ տեղ նաև փորձարկում անելու, որ կարող է դա ավելի երկար լինել, կարող է հնարավորություն տրվի այն անհատներին, ովքեր ցանկություն ունեն սովորելու եւ կողմնորոշվելու ինֆորմացիոն հեղեղի մեջ որևէ մի դիսցիպլինար ոլորտում։ Բարբերաբար վերադառնալ բուհ, կրկնում եմ, մասնագիտություն, բարձրագույն ֆորմալ մասնագիտական կրթական հաստատություն եւ որևէ նոր ուղղորդում ստանալ եւ վերադառնալ դաշտ։ Կարծում եմ մեր կրթության ոլորտը գիտենք շատ դանդաղ է շարժվում եւ շատ ծանր, բայց կարծում եմ իմաստ ունի մի քիչ ավելի այլ մոտեցում ձևակերպել, որպեսզի մենք կարողանանք ուսանողներին հետաքրքրել։ Ես այս պահին դոկտորական եմ անում Միացյալ Նահանգներում եւ ունեմ հնարավորություն տարբեր բաներից օգտվելու եւ դա այնտեղ համակարգի ճկունության մասին է խոսում առանց խաթարելու բարձրագույն մասնագիտական ֆորմալ կրթության հիմքերը։ Խնդրեմ, այլ հարցեր։ Աշոտ Մելքոնյան, ԵՊՀ։ Չափազանց դժվար է գերագնահատել կրթության դերը եւ այդ առումով ես երկու մեծագույն մարդկանց ասույթները մեջ բերեմ, հետո հարցս կձևակերպեմ։ Առաջինը Կոնֆուցիոսը դեռ 2500 տարի առաջ ասում էր, եթե ուզում եք մի երկիր նվաճել, խփեք իր կրթությանը։ Երկրորդը Վիկտոր Համբարձումյանի միտքը, որ մենք սերունդներին արյուն չի, որ փոխանցում ենք, այսինքն գենը կարևոր չի, այլ գաղափարներ։ Եվ այս համատեքստում ես ուզում եմ հարցնել շատ լավ իմանալով կրթության դերը, որպես կրթական միջազգային համակարգի փորձագետ, ես գիտեմ ինչ եմ ասում։ Ես ուզում եմ մի հատկապես հայերի համար կարևոր մի հռետորական հարց տալ։ Ոնց եք դուք զգում, գնահատում կրթության հատկապես բարձրագույն կրթության դերը ազգային գաղափարախոսության եւ հայրենասիրության դաստիարակման արժեքների ձևավորման այդ համակարգի ձևավորման նպատակով։ Շնորհակալություն։ Հարցս բոլորին է վերաբերում։ Դե պատասխանեք, է։ Պարոն Հարությունյանը ֆիդեական բան ունի, դրա համար ինքը այդ հարցին կպատասխանի։ Եվ ազգային ազգանուն ունա։ Իրականում այսօր իրականացվող բարեփոխումների նպատակն է մրցունակ քաղաքացին ձևավորելը, աշխատունակ եւ նպաստել է նրան, որ կրթության բարձրագույն կրթության մասին է խոսքը, բարձրագույն կրթության մեջ ներգրավված ուսանողը ըստ էության կարողանա բացահայտել ու զարգացնել իր հմտությունները ու ըստ իր կարողությունների ու իր նախասիրությունների ստանալ ու զբաղվել իր սիրած աշխատանքով, իր ուզած աշխատանքով։ Ըստ էության սրանում ակայանում են ամեն ինչի պատասխանը, ինչ որ դուք փորձում եք հարցնել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա իրացնել իր պոտենցիալը ու աշխատել ու լինել երջանիկ, հա։ Մնացած գաղափարախոսություններն ու բաները ընթացքում ձևավորվելու են ու անընդհատ զարգանալու են, որտեղ չկա տենց ֆիքսված գաղափարների համախումբ, որը կարելի է հաստատել ինչ որ մի կնիքով, հա, ու համարել, որ մենք սրանից հետո սրան ենք հետևելու, որտեղ ժամանակները զարգանում են, տեխնոլոգիաները զարգանում են, աշխարհը գնալով սեղմվում է, որտեղ այսօր ձեր նշած երկու փիլիսոփաների
ժամանակներից երկար ժամանակ անցել ու կապուղիները շատ ավելի արագ են աշխարհի հետ ու ըստ էության մենք գոյություն ունենք այլևս մոլորակի վրա, հա, ու այդ փաստի հետ պետք է համակերպվել ու բոլոր գաղափարախոսությունները հարմարացնել այդ երևույթի հետ։ Ինձ թվում է այսքանը փիլիսոփայական պատասխան տանք։ Եվ քանի ես ինչքան նայում եմ գրաֆիկը, ես մեր վերջին հարցը պետք է լինի։ Ես արդեն միկրոֆոնը վերցրել եմ։ Հա, ծրեք վերջին հարցը, որ Արկմենիկ Նիկողոսյան, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, հարցս կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, բայց տարբեր այսպես զարգացումներ, միտումներ հաշվի առնելով այնուամենայնիվ տամ, ինչ լեզվով է իրականացվելու բարձրագույն կրթությունը Հայաստանում։ Ինչ եմ այս հարցը տալիս, որովհետև նաև նոր օրենքով, որը նախատեսվում են ընդունել, տարբեր չափանիշներ, չափորոշիչներ կան գիտնականներին, որոնց արդյունքում մենք ունենալու ենք հիմնականում օտարալեզու հոդվածներ գիտական ամսագրերում։ Իհարկե դա շատ լավ է, բայց չեք կարծում, որ աստիճանաբար հայ գիտնականը սկսելու է չստեղծագործել հայերենով, հետևաբար այլ որևէ օտար լեզու է դառնալու իր գիտության լեզուն եւ այդ գիտության լեզուն բնականաբար տեղափոխվելու է նաեւ բուհեր։ Իհարկե բարձր գնահատելով այն աշխատանքը, որ կատարվում է, այնուամենայնիվ հատկապես դες եմ հարցում պարոն Հայոցյան, չեք կարծում, որ հայերենով գիտությամբ զբաղվելը անգամ այս նոր օրենքով մի քիչ անտեսված է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Նիկողոսյան, իրականում գիտությունը գլոբալ երևույթ է, գլոբալ գիտության լեզուն անգլերենն է, ուզենք թե չուզենք, հա։ Այսինքն այս իմաստով մենք ոչ մի այլ բան չենք անում, քան խրախուսում ենք մեր գիտնականներին զբաղվել գլոբալ կարևորության հետազոտություններով։ Հայերենով գիտություն, այո, խրախուսելու ենք, բայց դրա համար լինելու են առանձին պետական միջոցառումներ, այն գիտակարգերում, որտեղ հայերենով հետազոտությունը էական է, հա, այսինքն հայագիտական ոլորտները կլինեն իր բոլոր տարբեր ճյուղերով, հա։ Այս դրա համար հիմա մշակվում է ու իրականում միջազգային հրապարակումների գաղափարը չի ենթադրում նաև միայն անգլերենով պարբերականներ, մենք աշխարհում գիտենք տարբեր պարբերականներ, որոնք էլի ինդեքսավորվում են միջազգային այդ ինդեքսավորող հարթակներում, բայց տպագրում են իրենց պետական լեզուներով, հա։ Այս պարագայում մենք փորձում ենք մշակել այնպիսի աջակցության ծրագիր, որ ունենանք մի քանի, լավ ասենք ասենք, թիվ չասենք, մի քանի պարբերականներ, որոնք կհրապարակվեն հայերենով, բայց կինդեքսավորվեն նաև միջազգային շտեմարաներում։ Ինչի ենք մենք շեշտը դնում այդ միջազգային հրապարակումների վրա, որովհետև գոյություն ունի համաշխարհային մշակույթ, հա, գիտական արդյունքի եւ համաշխարհային որակի ստանդարտ գիտական արդյունքի, որից մենք չենք ուզում հեռու մնալ, հա, այսինքն անմասն մնալ։ Այս պարագայում մենք ոչ թե հակադրում ենք միջազգային հրապարակումը մեր պետական լեզվով գիտություն անելուն, այլ ուղղակի փորձում ենք միջազգային այդ գիտություն անելու մշակույթը նորից հետ բերել, ասենք ասենք, մեր իրականության մեջ, որովհետեւ այս անկախության տարիներին որոշակիորեն մի քիչ շեղվել ենք, հա, որակի չափանիշներից հասկանալի կամ ոչ այդքան հասկանալի պատճառներով։ Խնդրեմ, ես կցանկանայի, որ դուք էլ պատասխանեիք։ Ես չկա վտանգ, որ 10 տարի հետո այս կոնֆերանսը կլինի անգլերեն։ Կարծում եմ, որ նման վտանգ չկա եւ մենք կարող ենք նայել, ասենք եվրոպական երկրների փորձերը, երբ որ մենք նայում ենք հատկապես բակալավրից հետո կրթությունը, անգամ ասենք Հոլանդիայի եւ այլ նման երկրների մեծամասնությունը հիմնականում ունի անգլիալեզու ծրագրեր։ Հիմա դա չի հակասում այն փաստին, որ մենք պետք է ունենանք հայագիտական հատկապես ոլորտների վերաբերյալ, բայց ոչ միայն հայագիտական ոլորտների, այլև ասենք նաև նույն մաթեմատիկայի վերաբերյալ հայերեն լեզուն օգտագործելու ճշգրտման եւ այլնի ժամանակակից դարձնելու խնդիրներ կան, բայց այդ ոլորտների վերաբերյալ առանձին հոգացություն, թեկուզ առանձին կենտրոնների ձևավորման միջոցով, առանձին ամսագրերի հրապարակումների միջոցով դրանց հատուկ ռեկլամելով սկոպուսներում եւ մնացած բոլոր տվյալների բազաներում ընդգրկելով եւ այլն եւ այլն։ Այսինքն կարծում եմ, որ պետք չէ դիտարկել դրանց բևեռացվածության մեջ, պետք է դիտարկել դրանց հնարավորինս համադրման մեջ, մեծացնելով հայերեն լեզվով ուսումնասիրությունների հնարավորությունը եւ դրանց միջազգայինորեն տալով
արժույթ, այսինքն ոնց որ դրանց միջազգային վալյուտա դարձնել։ Շնորհակալություն, մեզ հատկացված ժամանակը ցավոք սպառվեց։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բանախոսներին, ինչպես նաև մեզ հարցեր տվողներին եւ ուշադիր լսողներին, այսքանով վերջ, շնորհակալություն։